Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մենք ճշգրիտ եւ հավաստի բարձաբանումներ, իհարկե ամենից ամենանեողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես Լեանա Տերմինասյանը։ Եվ նախքան մեր այսօրվա հիմնական անվանակարգին անցնելը, ուզում եմ ծանոթացնել ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր Օվենա խորագրի շրջանակում։ Այս շաբաթ Օվենա խորագրի շրջանակում հայտնվեցին Լև Նալբանդյանը եւ Վազգեն Հովանիսյանը։ Գուշակելու են նրանք Օվենա խորագրի այսօրվա հերոսին բացահայտվելու է քիչ անց։ Հետևեք եթերին։ Օվենա խորագրին մենք դեռ այսօր կանդրադառնանք։ Իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ամենից ամենաաստղային դիետաներ։ Հայտնի փաստ է, որ մարդկանց մեծամասնությունը ձգտում է ունենալ գեղեցիկ կազմվածք ու այդ իմաստով բնականաբար առաջին հերթին դիմում դիետաների օգնությանը։ Ընդ որում դիետա կոչելով սննդակարգից բացառելով ամենատարբեր սննդամթերքներ առանց հաշվի առնելով այն փաստը, որ յուրաքանչյուր օրգանիզմ ունի իր որոշակի յուրահատկությունները։ Եվ արդյունքում մարդիկ ավելորդ կիլոգրամների ձեռքազատվելու հետևից ընկնելով կորցնում են ոչ միայն կիլոգրամներ, այլ նաև առողջությունը։ Թեման իսկապես շատ ակտուալ է, հատկապես այս պահին, երբ գարուն է ու մարդկանց մեծամասնությունը իրենց զգեստապահարանից հանում են աշուն, գարուն, տաբաթ է, ջինսե տաբաթները եւ արձանագրում մի պարզ ճշմարտություն, որ ձմռան ընթացքում ավելացրել են կիլոգրամներ եւ դրանցից պետք է շուտապույտ ձերբազատվել։ Եվ մենք էլ թեմային համահունչ լինելով պարբերաբար անդրադառնում ենք այս հետաքրքիր ու բովանդակալից ակտուալ թեմային, որպեսզի հասկանանք, թե ինչ ձևով եւ ինչ միջոցով են կիլոգրամներից ազատվում մեր հայտնիները։ Մի խոսքով հետաքրքիր բացահայտումներ ու անկեղծ խոստովանություններ դիտում ենք հենց այս պահին։ Երբ ինձ հարցնում են, թե ինչպես հրաժարվել ավելորդ կիլոգրամներից, ես պատասխանում եմ. ամեն ինչ ավելի քան պարզ է։ Ունեցեք 2 աշխույժ վտվտիկ երեխա եւ վերջ։ Հասմիկ Կարապետյան։ Երկրորդ բալիկից հետո ես բավականին լցվել էի, մոտ 8-ից 10 կիլոգրամ։ Ոչ մի հատուկ բան չեմ անում, կարծում եմ, այստեղ ինձ մոտ շատ ուղիղ կապ ունի հոգին, ներաշխարը, բնավորության թեթևությունը եւ ֆիզիկականը։ Ինձ այստեղ օգնության է գալի այն նաեւ, որ ես շատ շարժուն մարդ եմ, ունենալով 2 գերակտիվ երեխաներ, շատ խելացի երեխաներ, որոնց հետ անընդհատ պետք է ինչ-որ տեղ տանել, բերել, տանը հանգիստ չեն նստում, դե կարծում հասկացակում ենք ասել։ Վտվտիկ ենք մենք, ես եւ երեխաներս վտվտիկ ենք։ Нет. Я не могу сейчас, компьютер сдох. Я перезвоню. Կարծում եմ երկրորդ պայմանը նիհար մնալու եւ չգիրանալու դա է, որտեվ ես առավոտյան չեմ ստում 7:30-ից մինչ երեկո 10:30-11 ես շարժման մեջ եմ։ Ինձ նաեւ օգնում է քայլելը։ Մարմինը ընդհանուր տոնուսի մեջ է մնում եւ դու ձիգ ես մնում։ Մի որոշ ժամանակ չէի քայլում, հասկացա, որ մի բան ընչի, նորից սկսեցի։ Выше голову, выше. Я здесь скольжу. Դա ինչ է նշանակում, որ երեխաները իմ կյանքում հենց այդպիսի դեր են տանում, որ մայրիկը միշտ երիտասարդ մնա, նույնիսկ տղաս մի մեջբերում է անում, ասում է. «Մամա, խնդրում եմ, չծերանաս, ես չեմ ուզում կնիկ մամա»։ Ասեմ Գրիգոր, ինչա նշանակում կնիկ մամա կբացատրես ինձ բալիկ ջան։ Այն որ սենց չաղլիկ են, այն որ սենց ասում մազերը չեն ներկում, այսինքն դա շատ պարտավորեցնող է։ Մի օր էլ ասեց մամա, ուզում եմ դու ծիտ լինես։ Բոլորովին վերջերս Հասմիկ Կարապետյանը հանրության դատին հանձնեց «Սեր ասա» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Բոլորը միաձայն փաստեցին, որ տարիները Հասմիկի թե արտաքին տեսքի եւ թե կազմվածքի վրա, եթե անգամ ազդել են, ապա միայն լավ իմաստով։ Սեր ասա նոր տեսահոլովակից դուրս գալուց հետո շատ մարդիկ ինձ ասացին, որ վայ Հասմիկ ջան, ոնց որ են հին տարիների Հասմիկը լինեիր, ոչինչ չի փոխվել, եւ բոլորը հենց մասնավորապես դա նշեցին, որ շատ գեղեցիկ էիր, շատ ավելի երիտասարդ եւ այլն։
Եվ այնուամենայնիվ ինչպիսի սննդակարգ ունի Հասմիկ Կարապետյանը։ Ես իմ սննդակարգից հանել եմ խմորեղենները, լինելով քաղցրակեր ինձ համար դա շատ բարդ էր հրաժարվել քաղցրից։ Շաքար բացարձակ չկա իմ սննդակարգում։ Փորձում եմ ավելի բանջարեղեն ուտել եւ միս, բայց հատուկ ոչինչ չեմ անում։ Մի բան հաստատ նկատել եմ, ես սննդակարգիցս հանելով յուրաքանչյուր տեսակի խմորեղեններ, fast food-ը նկատել եմ, որ բավականին գեղեցիկ է պահպանվում մարմինս եւ ավելնորդ կիլոգրամներ գրեթե չկան։ Իդեպ պիտի նշեմ, որ ես անկանոն սնվող մարդկանցից եմ, բայց գոնե վերջին 3-ից 5 տարիների ընթացքում ես փորձում եմ առողջ սնվել։ Ես եկել եմ նրան, որ առհասարակ պետք է հետևել սննդակարգին, որովհետեւ եթե ես սնվեմ ոնց որ ասենք մի 10 տարի առաջ էի սնվում, հաստատ դա բացասական կանդրադառնա ինձ վրա։ Можно нам еще гарнира? Мы сиамские близнецы. И еще 2 коктейля, пожалуйста. Да, было бы здорово. Ой, о, как аппетитно смотрится. Եվ չեմ կարող իհարկե շնորհակալությունս չհայտնել ամուսնուս Շանթին, որովհետև ինքը Միացյալ Նահանգներում ծնված մեծացած տղամարդ է, իրենք շատ ավելի առողջարար են ձգտում սնվել, օրինակ նույն շաքարի դերը իմ կյանքում շատ էր։ Շնորհիվ Շանթի ես դա հանեցի իմ սննդակարգի, անիմաստ այդ քիմիական սնունդը, որը որ ուղակի համ ունի, բայց իրոք շատ վնաս հատկություններ, այս դեպքում ինձ ամուսնուս օգնեց, որպեսզի ես վերջապես հաղթահարեմ այդ թուլությունները եւ շատ հզոր կամք եմ ձեռք բերել կոնկրետ սնվելու իմաստով։ Այդ ամենին Հասմիկ Կարապետյանը հավելեց, հատկապես վերջին ժամանակաշրջանում ինքը կանոնակարգված ձևով հաճախում է մարզասրահ։ Անդրադառնալով ռուսական շոու բիզնեսի ամենից ամենաաստղային դիետաներին եւ կուզեմ հիշատակել երգչուհի Լալիտայի անունը։ Հայտնի փաստ է, որ Լալիտան պարբերաբար հանրությանը զարմացնում է իր քաշային կտրուկ տատանումներով ու ինչը հատկանշական է, որ Լալիտան փաստում է, որ ինքը երբեք չի դիմում որևէ դիետայի օգնությանը եւ չի հաճախում մարզասրահ։ Իսկ հերթական անգամ, երբ անհրաժեշտություն է լինում նվազեցնել քաշը, ինքը վերցնում է իր օրգանիզմը վերահսկողության տակ եւ գնում էնդոկրինոլոգի մոտ, որը եւ իր համար կազմում է հենց իր օրգանիզմի համար անհրաժեշտ սննդակարգը։ Այսպիսով հերթական անգամ քաշի նվազման ժամանակ Լոլիտան 3 ամսով բացառեց իր սննդակարգից շաքարի բարձր տոկոս պարունակող սննդամթերքներ, որոնց թվում էին բանանը, խաղողը եւ ալկոհոլը։ Ավելին, Լալիտան սնունդ ընդունում էր քնելուց 3 ժամ առաջ, օրվա մեջ սննդի ընդունման քանակը 4-5 անգամի մեջ էր տատանվում քիչ չափաբաժիններով, իսկ հասննդակարգի մեջ կարելի էր գտնել քիչ ուղղայնություն պարունակող կատնամթերք, կանաչ տերևներով բանջարեղեն, հավ, հնդկահավ, ծովամթերքներ, իսկ սուրճի ու թեյի փոխարեն ինքը օգտագործում էր ոչ գազավորված հանքաջրեր եւ բուսական թուրմեր։ Դե իսկ ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Իմ քաշը միշտ տատանվել է 80-82 կիլոգրամի շրջանակում, բայց եկավ մի պահ, որ դարձա 102 կիլոգրամ։ Խնդիր, որը ես հաղթահարեցի եւ վերադարձա իմ սկզբնական քաշին։ Անդրանիկ Հակոբյան։ Եկավ մի այնպիսի шրջան, որ քաշս անցավ 100-ից, իսկ 101-102 կիլոգրամ, ու հասկացա, որ նեղվում եմ արդեն, խանգարում էր ինձ կյանքում, ու որոշեցի նիարել։ Вы не стараетесь, ребята, килограммы сами не уходят. Вам надо работать. Գնացի, գրանցվեցի մարզասրահ, Փառք Աստծո ինձ հանդիպեց շատ լավ մարզիչ Ռաֆոն, իդեպ բարևում եմ Ռաֆչան, վստահ եմ, որ հիմա նայում է։ Ու Ռաֆոն ինձ առաջարկեց, որ իմ սննդակարգից հանեմ ամեն ինչ, այն ինչ որ պարունակում է խմոր, ածխաջրեր, քաղցրը հանեմ սննդակարգից ու մարզվեմ։ 2 ամիսների ընթացքում 20 կիլո քաշ գցեցի։ Բացի այդ շատ քայլելով ես ապրում եմ 6-րդ մասիվում, մարզասրահը առաջին մասիվում էր, ես ոտքով էի գնում։ Իդեպ դա շատ օգնեց։ Իսկ իրականում իմ մոտ դա ստացվեց, պայմանավորված նաև իմ ներշնչանքով, իմ տրամադրվելով ու իմ մոտիվացիայով։ Չնայած ամեն մարդու մոտ այդ իր օրգանիզմի, իր գենետիկային համապատասխան է լինում, թե քաշ հավաքելը, թե քաշ գցելը։ Մարդ կա ում մոտ
ստացվում է արագ, մարդկանց մոտ ստացվում է դանդաղ, բայց այդ ամեն ինչը հաստատ ստացվող բան է, չլինող բան չկա, կա միայն տրամադրվել, կա միայն ներշնչանք ու կա մոտիվացիա, թե հանուն ինչի ու ինչի համար ես դու դա ուզում։ Ամանորից հետո հավաքեցի էլի մի քանի կիլոգրամ, բայց հիմա էլի մարզվում եմ ու քիչ-քիչ հետ եմ գալի էլի իմ ուզած քաշին։ Անդրանիկն անկեղծ խոստովանում է, որ որոշակի կոնկրետ դիետայի չի հետևում, սակայն սննդակարգի մեջ կան որոշակի կանոնակարգումներ։ Այսօրվա դրությամբ իմ կազմվածքը պահելու համար ես նախընտրում եմ սպորտը, ակտիվ կյանքը, քայլելը, վազելը ու միևնույն ժամանակ ճիշտ է, երբեմն պետք է թույլ տալ վատ բաներով սնվել, չակերտավոր վատ բաներով, շաուրմա, բաներ, բուրգեր, բայց կարևոր պայման է նաև պահել ճիշտ սննդակարգը ու առողջ սնունդը։ Каждый раз, когда ты его включаешь, они там орут о потере веса, о здоровье, о том, чтобы быть в форме. Из-за этих разговоров о здоровье они там все выглядят дистрофиками. Այդ կարևոր բան է ասեմ, երբ որ ես հացից հրաժարվեցի, որոշեցի հացը փոխարինեմ կաղամբով։ Իմ մոտ այդ պորցիայի չափականակը, երբ որ չէր լրացնում ինձ, ես այդ լրացնում էի կաղամբով։ Այդ էլ շատ օգնեց։ Համ բուրում էի անում կաղամբով, համ աղցան էի անում։ Դե նայ, օրինակ դու սովորես ենթադրենք սենց չափաբաժինով ուտես մեծ, բայց չափաբաժինը փոքրացնում ես դիետայի հաշվին, ունդե օրգանիզմը էլի պահանջ ունի ինչ-որ բաների։ Ես այդ լրացնում էի կաղամբով, որովհետև կաղամբը ավելի օգտակար է, կաղամբի շնորհիվ թե օրգանիզմում մետաբոլիզմն է լավ ստացվում, թե նյութափոխանակությունն է լավ ստացվում, այսինքն դու կաղամբով հաշ չես հավաքում, բայց հացով կարաս հավաքես։ Այդ ամենին Անդրանիկ Հակոբյանը հավելեց. Կան դիետոլոգներ, կան մարզիչներ, ովքեր մարդկանց ըստ իրենց օրգանիզմի, ըստ իրենց յուրահատկության հասկանում են, թե այդ մարդուն ինչ կարելի է խորհուրդ տալ։ Հիմա իմ մոտ ստացվեց այս տարբերակով մարզվել, կաղամբ, առողջ սնունդ։ Շարունակելով ռուսական շոու բիզնեսի ամենից ամենաաստղային դիետաների թեման եւ այս անգամ կուզեմ իշտակել Նիկոլայ Բասկովի անունը։ Նիկոլայ Բասկովն էլ այն աստղերից է, որը հաճախ արձանագրում է քաշային կտրուկ տատանման փաստ։ Ինչը վերաբերում է Նիկոլայ Բասկովին, ապա ինքը այդ իմաստով խոստովանում է, որ երբ իրեն անհրաժեշտ է քաշի նվազեցում, ապա ինքը դիմում է ինտերվալային զոմապահության օգնությանը։ Եվ հետաքրքրականն այն է, որ ինքը փաստում է, որ այդ ընթացքում ինքը երբեք սով չի զգում, որովհետև սնունդ ընդունելուց ուտում է այնքան, որպեսզի հագենա, որ մինչ հաջորդ սնունդ ընդունելը կարողանա դիմանալ։ Առաջին սնունդը Բասկովն ընդունում է առավոտը անմիջապես արթնանալուց հետո, որից հետո 8 ժամ անց կրկին սնվում է։ Դրանից հետո 16 ժամ դադար եւ արդեն հաջորդ սնունդը ստացվում է, որ Բասկովն ուտում է հաջորդ օրը 8 ժամ անց։ Այսպիսով ինքը փաստում է, որ երբեք սովի զգացողություն չի ունենում, արդյունքում Նիկոլայ Բասկովը կարողանում է եւ չմնալ քաղցած եւ արձանագրել իդեալական արդյունք՝ մինուս որոշակի կիլոգրամ։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Ես սնվում եմ միայն այն դեպքում, երբ զգում եմ քաղցի զգացողություն։ Սա է իմ քաշ նվազեցնելու բաղադրատոմսը։ Ալինա Ավետիսյան։ Ես պարզապես սնվում եմ այն ժամանակ, երբ սոված եմ լինում։ Շատերը սնվում են այն ժամանակ, երբ ուզում է իրենց միտքը, իրենց աչքերը, համային զգայարանները, բայց ոչ ստամոքսը։ Ես կարող եմ ամբողջ օրը ոչինչ չուտեմ, պահանջել չզգամ ու այդպես էլ չուտեմ։ Շատ օրեր են լինում, որ ընդհանրապես սով չեմ զգում, բայց իհարկե մեծ բաժակով սուրճը առավոտյան եւ փոքր քաղցրը պարտադիր է։ Դա դեղ է, ոչ թե սնունդ ինձ համար։ Извините, мы все молчат. Так. Дайте 8 двойных. Надо же! Так, 8 двойных кофе с молоком. Да, 2 черничных пирожных с сахарной глазурью. Ու ես դա երբեք չեմ ուտում մինչև վերջ, եթե չեմ ուզում։ Եթե անգամ մի փոքր կտոր մնում է, ես չեմ ուտում զուտ նրա համար, որ ինքը վերջանա։ Կամ ափսես չեմ մաքրում զուտ նրա համար, որ ամբողջը ուտեմ։ Թեկուզ մի կտալ, կես կտալ, որևէ բան մնում է, դա չեմ ուզում, չեմ ուտում։ Դա էլ ասենք գցում ենք շունիկներին, փիսիկներին, բան նրանք ինչով կշտանան։ Կուշտ լինելը եւ շատ ուտելը դրանք տարբեր բաներ են։ Ես միշտ ուտում եմ կուշտ, բայց ոչ շատ։
Բոլորը թերևս կփաստեն, որ Ալինան օրորի ավելի երիտասարդանում է եւ դրան մեծապես նպաստեց քաշի նվազեցումը։ Մեծ քաշ եմ կորցրել, մոտ 18-ից 20 կիլոգրամ, ինչը շատերի մոտ հարց է առաջացնում, ճիշտ ասած, ես մի քիչ նեղում եմ արդեն այդ հարցից, բայց այսպեսի մի բան ասեմ։ Սնունդը թերևս առաջին տեղում չի գտնվում, որ լուծում է քաշի չափը։ Մինչև սնունդը շատ ավելի կարևոր նախապայմաններ կան, հա, կենսակերպ, նույնիսկ մտածելու ձև, աշխարհայացք ու բնավորություն, սեռական կյանք, ընդհանրապես վերաբերմունք ամեն ինչի նկատմամբ, այդ թվում նաև սննդի։ Только мясо. Эй! Спасибо. А никто и не говорил, что будет легко. Ուրախ առիթներին, որ գտնվում եմ, ընդհանրապես ինձ չի գայթակղում ուտեստների բազմազանությունը։ Ու ես սկսել եմ չհասկանալ, թե ինչպես են մարդիկ կարողանում այդ առիթների ժամանակ 3 տիպի միս խառնում են իրար, որը ուղեկցվում է ոգելից խմիչքներով, գունավոր գազայիններով, հյութերով, ուղեկցվում են բարբերաբար աղցաններով, վերջում էլ մի հատ կանտրոլնի խփում են ստամոքսին, տորթով, քաղցրավենիքով, դեսերտով ու գնում են տուն, հաջորդ օրը կանայք ասում են սալատիկները հին է, տղամարդիկ ասում են արաղավատներ։ Դերսից էլ խառնում է, ուզում ես ետ տամ։ Լողով եմ զբաղվել միշտ, անգամ երբ որ քաշով ծանր եմ եղել, ես միշտ լողավազան գնացել եմ շոկեփաղնիկ, որովհետև սիրում եմ։ Դա էլ չեմ գնացել այն պատճառով, որ նիհար եմ։ Չէ, ինձ դա դուր է եկել։ Առհասարակ մի քիչ թեթև պետք է վերաբերվել սնվելուն, սննդին ու միտքը չզբաղեցնել, կյանքի իմաստ չդարձնել, ինչպես սնվելը, ինչքան սնվելը։ Դա ավելի շատ խանգարում է, շատ եմ քայլում։ Իսկ օրգանիզմս այնպեսին է, երբ որ ես շատ եմ շարժվում, այդքան պակասում է ախորժակս։ Այդ ամենին Ալինա Ավետիսյանը հավելեց. Քանի որ հաղորդումը պոզիտիվ ֆորմատի է, չի ուզենա այդքան անդրադառնալ այն ստրեսերին, որոնք տարել եմ, հենց որոնցից է սկսվել է ախորժակի անկում, հոգեվիճակ, վերաբերմունք ամեն ինչի նկատմամբ, այդ թվում նաև սննդի ավելի շատ ազդեցություն դա է թողել ինձ վրա։ Եկեք լինենք առողջ, երջանիկ, թե ինչ քաշայինում կգտնվենք բոլորովին կարևոր չի, լինենք անկորուստ, թող դրանք երբեք պատճառ չլինեն քաշ կորցնելու եւ այլ իբր թե դրական բաների համար։ Շարունակելով ռուսական շոու-բիզնեսի ամենից ամենաասխային դիետաների թեման եւ կուզեմ իշատակել սկանդալային հաղորդավարուհի Անֆիսա Չեխովայի անունը։ Անֆիսան էլ հաճախ դիմել է ամենատարբեր դիետաների օգնությանը, սակայն ամենաարդյունավետ դիետան իր մոտ եղավ այս վերջինը՝ -25 կիլոգրամ 2 տարվա ընթացքում, որը ինքը ստացավ մի քանի սննդամթերք սննդակարգից հանելուց հետո։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Անֆիսա Չեխովան որոշեց հոգեբանորեն փոխել իր կյանքում որոշակի բաներ եւ բնականաբար ենթարկեց փոփոխության նաեւ սննդակարգը։ Այսպիսով Անֆիսա Չեխովայի սննդակարգի մեջ բացառվեցին շաքարը, ալկոհոլը, հացաբուլկեղենը, աղը, կաթը եւ մի շարք այլ կաթնամթերքներ։ Բնականաբար սնունդն էլ ինքը ընդունում էր ոչ թե տապակած վիճակում, այլ խաշած կամ գոլորշու ու գրիլի վրա պատրաստված վիճակում։ Հետաքրքրականը նաև, որ սնունդը ինքը ընդունում էր 2-3 ժամը մեկ, շատ քիչ չափաբաժիններով եւ պարբերաբար դիմում յոգայի օգնությանը։ Հավելեմ նաև, որ Անֆիսա Չեխովան շատ ջուր է խմում օրվա մեջ եւ շաբաթվա ընթացքում 1 օր հայտարարում է բեռնաթափման օր։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Կազմվածքի եւ քաշի հետ առանձնակի խնդիր չեմ ունեցել։ Թեև ինստիտուտում մյուզիքլային դերասանի մասնագիտությունը պահանջեց ել ավելի ճկուն եւ սլացիկ մարմին, որը կարողացել եմ պահպանել մինչև վերջին 1-2 ամիսը, երբ արձանագրեցի մի քանի կիլոգրամ քաշի ավելացում։ Արևիկ Հակոբյան։ Ընդունվեցի Թատերական ինստիտուտ մյուզիկլի բաժին ու հասկացա, որ դերասանի համար ոչ միայն կարևոր է ձայնը, էներգետիկան ու դերասանի վարպետությունը, այլ նաև շատ կարևոր է մարմինը, հատկապես մյուզիկլի դերասանուհու համար ու այդ ժամանակ, քանի որ դեռ փոքր էի ու ինֆորմատիվ այդքան չէի, ինչպես կարելի է ավելի թեթև քաշի հասնել, որովհետև մյուզիկլում շատ են պարերը, որոշեցի անցնել բուսակերության ու յոգա էի ուսումնասիրում 6 ամիս այդպես
նշանակիր ճարճարանքներից հետո ես հյուծվել էի, շատ քաշ էի կորցրել ու մկանային զանգվածել էր դրա հետևանքով փոքրացել, որը ինձ բերեց առողջական խնդիրների։ Истощение ослабило ее кости, кроме этого у нее трещина в позвоночнике и колени. Ես հասկացա, որ ես կտրուկ թողնում եմ բուսակերությունը ու անցա արդեն հաշվելու կալորիաները, թե ինչ հարկավոր մկանային զանգվածի համար, ընդհանրապես առողջ ապրելակերպի համար, ու մինչև մի ամիս առաջ չէի բողոքում կազմվածքիցս, որովհետև եւ մասնագիտական առումով միշտ շարժման մեջ եմ, երբեմն իհարկե հաճախում եմ մարզասրահ ավելի ձիգ մարմին ունենալու համար, եւ այդպես մի ամիս առաջ եմ բողոքում, քաշիցս կտրուկ բարձրացավ, դե ինձ թվում անկանոն սնվելուց եղավ։ Նկարահանմանը հետո գնում էի թատրոն ներկայացումների ու գիշերն էի հիմնականում սնվում։ Բայց հիմա նորից անցել եմ հենց սնդակարգի, հանել եմ քաղցրը, հանել եմ հացը, 1 կիլոգրամ արդյունք ունեմ, դեռ 4 ունեմ։ Արևիկն անկեղծ խոստովանում է, որ դիետա պահպանելու արդյունքում ինքն արդեն արձանագրել է որոշակի արդյունք եւ ներկայումս ինքն ունի հետեւյալ սննդակարգը։ Առավոտյան ձու ավոկադո կամ վարունգ, յոգուրտ, կեսօրին ուտում եմ ավելի շատ աղցան կամ եթե կա հնդկաձավար, հավի կրծքամիս, որովհետեւ պետքա պահել էլի ածխաջրեր, սպիտակուցներ, այդ ամեն շատ կարևոր է։ Իսկ իրական աշխատում եմ ավելի թեթև բան ուտել, բայց դեռ չի հաջողվում։ Երբեմն տենց հացին կարոտով եմ նայում ու քաղցրակեր եմ շատ, բայց ոնց եմ հաղթահարում, դա էլ իմ կամքն է կոփում համել։ Միրգ եմ եկել շատ, բայց միրգ երեկոյան չի կարելի առավոտյան, կեսօրինը չի կարելի։ Միրգ պետք է ուտել 12-ին։ Իսկ ես սիրում եմ երեկոյան ուտել։ Բայց չէ, ինձ թվում է ես կգամ իմ նախկին քաշին, որովհետև համառ եմ։ Ինձ ինչ պետք է, ես այն կստանամ։ Ու մարզասրահ պետք է գնամ, որովհետև դերասանու համար մարմինը իսկապես կարևոր է։ Բացի այդ, եթե նույնիսկ դերասանուհի չլինեի, մարդու համար առողջության համար, մեկ եմ, որ դու միշտ էներգիա ունենաս, թեթև զգաս, ավելի վստահ լինես քո վրա, ինչ уզում ես, ոնց ուզում ես հագնում ես, որովհետև երբեմն հագուստն էլ հագնում ես ու հասկանում ես, որ ավելորդ մսերը խանգարում են։ 15? Да. Нет, это много. Мне все равно, мне обязательно надо их сбросить. Пропишите самую строгую диету, лекарства, голодовки, машинную отраву, стиральный порошок. Что угодно, лишь бы я уехала худой. Այդ ամենին Հակոբյանը հավելեց. Խնդիր չունեմ, շատ գիրանալու կամ շատ նիհարելու, բայց ես կարծում եմ, որ պետքա կազմվածքին հետևել։ Ինքնավստահության համար, առողջության համար, էներգիայի համար, բայց կարծում եմ, որ գամ իմ քաշին, էլի կանցնեմ իմ ծոփուս շվայտ կյանքին, հաց, շոկոլադ։ Слушай, оставим-ка мы тебя наедине с твоим мороженым. Рада познакомиться. Я тоже. Շարունակելով ռուսական շոու բիզնեսի ամենից ամենաաստղային դիետաների թեման եւ անպայման պետք է իշատակեմ նաեւ պրիմադոննա Ալլա Պուգաչովայի անունը։ Եվ այսպես Ալլա Պուգաչովան իր կյանքի ընթացքում դիմել է ամենատարբեր դիետաների եւ քաշի նվազման այլ մեթոդներին, սակայն դրանցից եւ ոչ մեկը երկչուն չէին գոհացնում, որովհետեւ երկարատև արդյունք չէին արձանագրում։ Այդ պատճառով պրիմադոննան որոշեց մշակել իր սեփական դիետան, որն է բուսական դիետան, որի միջոցով կարելի է 4 օրվա ընթացքում արձանագրել -1.5 կիլոգրամ։ Եվ այսպես 4 օրյա այս դիետայի ընթացքում պետք է խմել կոկտեյլ կեֆիրից, կանաչից եւ վարունգից։ Ընդ որում հստակ սահմանված չէ, թե երբ կարելի է ընդունել, որովհետեւ հենց զգացվում է քաղցի պահանջ, ապա այդ կոկտեյլը պետք է ընդունել։ Եվ ահա բաղադրատոմսը այս կոկտեյլի եւ այսպես քիչ կալորիականությամբ 1.5 լիտր կեֆիրի համար հարկավոր է 1 վարունգ քերած մանր քերիչով եւ կանաչիներ մանր կտրտած, այն է մաղադանոս, սամիտ եւ համեմ։ Այս կոկտեյլը իդեալապես նպաստում է մարսողականությանը եւ հագեցնում քաղցի զգացողություն։ Ընդ որում դրանում պարունակվող վարունգը եւ կանաչիները իրենց մեջ ունեն բազմաթիվ վիտամիններ եւ օգտակար նյութեր։ Միևնույն ժամանակ այս կոկտեյլը կարելի է օգտագործել նաեւ բեռնաթափման օրերի ժամանակ։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։
Փոքր տարիքից ունեցել եմ սպորտային կառուցվածք, զբաղվել եմ գեղասահքով։ Սակայն քաշի ավելացումն արձանագրվեց մայրանալուց, հատկապես երրորդ ծննդաբերությունից հետո։ Անի Բայաթյան։ Իմ սպորտային կառուցվածքը շատ եմ սիրում։ Երբ գիրանում ես, նիհարում ես, մի երկու հատ մարզումներ ես անում ու հիշողությունը մկանային վերականգնում է այդ կառուցվածքը։ Եվ դա միշտ արել եմ գրագետ, որովհետև սպորտաձևը մեզ այդ գիտելիքները տվել է։ Բայց հետո ես գիրացա այնքան, որ իմ սահմաններից դուրս էր։ Ինձ դա ստրեսի ենթարկեց ու աշխատեցի այդ ուղղությամբ։ Առաջի 10 կիլոգրամը, որից ես ազատվեցի, դա ամենահեշտն էր։ Ամենաբարդը 10-ից հետո քաշ գցելն է, որովհետև ավելի դանդաղում է этаպը, բայց ինձ մոտիվացրեց նաև այն, որ ես սկսեցի կիսվել իմ բոլոր ձեռքբերումներով սոցհարթակում ու ինձ սկսեցին ոգևորել իմ հետևորդները ու միանալ ինձ իմ մարզումներին։ Սկսեցին ինձ հարցնել, իսկ ձեռքերը, իսկ ոտքերը, ու այդպես սկսեցի վիդեոներ անել, տեղադրել մարզումներ իմ հետևորդների համար։ Անին անկեղծ խոստովանում է, որ ինքն իր սննդակարգի մեջ մտցրեց որոշակի սահմանափակումներ։ Սննդակարգից ցանեցի հացը եւ այն ինչ որ կապված է հացի հետ, բայց հետո իհարկե վերադարձել եմ արդեն ավելի գրագետ, որ ուտես ամեն ինչ ու քաշը չավելանա։ Եվ իմ կյանքի փորձը թույլ էր տալիս ինձ ինքնուրույն դա վարել։ Ուտել թե չուտել, երբ այդ հարցի առաջ եք կանգնում, հիշեք, չուտել երկրորդը։ Իրականում մենք հագեցել ենք, բայց մեր քիմքը ոչ, եւ նորից փնտրում է այդ դրա համար մենք երկրորդը չենք ուտում։ Ես մի փոքր սպասել, ցանկությունը կանհետանա։ Բացի խմորային բաներից ես քչացրեցի օրական իմ սնվելու չափը։ Օրվա մեջ երևի ես սնվում էի 4 անգամ ու սնվում էի քիչ-քիչ։ Նույնիսկ որ անց այդ ռացիոնին չէի ուզում շատ ուտել, որովհետեւ որ դու տեսնում ես տարբերությունը, այդ ամենը քեզ ոգևորում է միայն չունեմ նախաճաշ, ճաշ եւ ընթրիք հասկացողություն։ Ես ուտում եմ այն ժամանակ, երբ որ սով եմ զգում, բայց այդ սովը չպիտի իր սահմանները անցնի, որ անընդհատ սով զգաս։ Ու ես կարող եմ ուտեմ խնձոր ու դրանով համարեմ, որ ես բավարարել եմ իմ նախաճաշային ցանկությունը, բայց եթե նախաճաշ, ապա նախընտրում եմ ուտել կանաչ ինչ-որ բան։ Ընթրիքին ես ուղղակի ֆանատ եմ ձկան եւ աշխատում եմ երևի թե համարյա միշտ երեկոյան ունենալ ձուկ բոլոր իր տարբեր վարիացիաներով, բայց ոչ տապակած։ Ապուրներից էլ ասեմ, ապուրները միշտ թեթև եմ պատրաստում, կարա լինի մսային, կարա բանջարեղենային, շատ եմ սիրում հավի կրծքամիսը մածունով, հավի կրծքամիս, մածուն, նանա։ Անին անկեղծ խոստովանում է, որ քաշի նվազմանն, ինչպես նաև պահպանմանը իդեալապես նպաստեցին իր մարզումները, որոնք շատ մեծ արձագանք ունեցան նաև համացանցային տիրույթում։ Ոչ մի ջիմ չեմ գնացել, ես այլ ծրագիր էի մշակել, 3D fitness էի անում եւ իմ բոլոր մարզումները ոչ մեկը կարդիո չէր պարունակում, ուղղակի անում էի լիմֆոդրինաժ, որից հետո 3D fitness ինքը նպաստում է, որ քո մկանները սկսում են շնչել։ Այսօրվանից սկսում եմ 7 օրյա մարաթոն փորի մկանների համար։ Եկեք այսօրվանից մեր որովայնի մկաններին հիշեցնենք, որ նրանք գոյություն ունեն։ Երբ որ մկանը սկսում է թթվածին արտադրել, իրենք սկսում են նիհարել։ Անկեղծ եմ ասում, քանի անգամներ ես գիրացել նիհարել եմ, բայց այս անգամ, երբ որ ես նիհարեցի այդ ծրագրով, համարում եմ, որ սուպեր սիրուն եղան ոտքերս, ձեռքերս ու սիրեցի 3D fitness-ը։ Եթե ուզում ենք, որ մեր մկանները թթվածին շնչեն եւ արտաշնչեն, ուրեմն մենք պետք է շարժենք։ Սկսեցի բավականին խորը ուսումնասիրել դա ու խորհուրդներ տալ այն մարդկանց, ովքեր ուզում են նիհարել կամ պարզապես մարզվել։ Փորձեք մարզել մկաններ այնպես, ինչպես նրանք աշխատում են կյանքում։ Առաջին բալիկից հետո ունեցա քաշի ավելացում, սակայն ավելի ակներև քաշի ավելացումը արձանագրվեց երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուց հետո։ Մի բան, որն ինչ խոսք սկսեց ինձ անհանգստացնել, բայց կարողացա կրկին վերադառնալ իմ սկզբնական քաշին, ինչի համար շատ ուրախ եմ։ Նազիկ Բաղդասարյան 48-49 կիլոգրամ եմ եղել ու առաջին բալիկի ծնունդից հետո շատ կտրուկ չաղացա։
должна реальную ситуацию. Հետո թատրոնում դեր ստացա, ասացին պետքա նիհարես, ու այդ ժամանակ ես որոշեցի դիետա պահել։ Հացն էի ընդհանրապես հանել իմ սննդակարգից ու անդադար գոլ ջուր էի խմում ու նաև երևի շատ էի սովածմնում, լավ նիհարեցի, բայց լավ իմունիտետս ընկավ, հիվանդացա ու հասկացա, որ ամեն դեպքում ամեն ինչ պետք է անել գրագետ, անպայման մասնագետի հետ խորհրդակցել, որովհետև ամեն դեպքում ստրես է նաև օրգանիզմի համար։ Բայց կարողացա այդպես լավ նիհարել իմ ուզած չափերով։ Հետո արդեն երկրորդ բալիկիս ունենալուց հետո արդեն ինքնակամ ասեցի, չէ, պետքա նիհարեմ։ Կողքից էլ ով տեսնում էր, ասում էր, «Ես ոնց ես գիրացել, վայ, բա դերասանուհին sense չաղ կլինի»։ Ты распустила себя. Что? Что моя жизнь пойдет под откос из-за лишних 6 килограммов? Из-за 10, как минимум. Այդ խոսքերը sense տպվեց իմ մեջ, հենց դարձավ երեխան 1 տարեկան, երբվում ես չեմ զգացել, թե ոնց եմ նիհարում։ Այն նույն մարդիկ, որ ասում են, ես ոնց ես չաղացել, հիմա գալիս էին ասում են, ես ոնց ես նիհարել։ Что это такое? Хочешь заморить себя голодом и умереть? Ու երբ որ վերադարձա թատրոն, արդեն տենց իմ ուզած կազմվածքով էի, բայց ոչինչ չեմ արել, նույնիսկ սրնդակարգ չեմ պահել, բայց քանի որ այնքան շատ էի վազում, այնքան շատ եմ վազում, ես այսպես նիհարեցի ու այն հին մինչև ամուսնանալուց կաշին եմ եկել։ Երբեմն ասում են, կասես ոնց ես նիհարել, ասում եմ, խնդրեմ, եկեք պահեք երեխաներիս եւ շանը եւ կնիհարեք այնպես ինչպես ես։ Пожалуйста, не уезжайте. О, спасибо. Подвиньтесь немного. Извините, завтра у моей дочери день рождения. Вот я и купила все заранее. Вдруг магазины раньше закроются. Դե հաց, խմոր եւ քաղցր չեմ օգտագործում արդեն տարիներ շարունակ։ Սկզբում դժվար էր, բայց տամը սովորելու վրա է։ Փոխարենը օրինակ կոնֆետների կամ այդ քաղցրավենիքների օգտագործում եմ միրգ, լիքը բանջարեղեն։ Այն հարցին, թե ինչպիսինն է ներկայումս Նազիկի սննդակարգը, ինքն անկեղծ խոստովանեց հետևյալը. Եթե հասցնում եմ ուտել, որովհետև օրեր են լինում, ես զգում եմ, որ մի տեսակ վատ եմ զգում, բայց չեմ հասկանում պատճառը, հետո հասկանում եմ, որ ես ոչինչ չեմ կերել այսօր։ Առավոտյան սուրճ եմ խմել, որը գիտեմ, որ շատ սխալ է, ուղղակի սուրճը շատ օգնում է երկար չքնած գիշերվանից հետո արթնանալ։ Փորձում եմ նախաճաշել երեխայի հետ։ Ինչ որ օրինակ երեխան ուտում է իր հետ, նույն բանը մենք ուտում ենք։ Դա դառնում է արդեն իմ նախաճաշը ժամը 1-ի կողմերը, եթե իհարկե տանն եմ լինում։ Да, перезвоните мне. Բայց եթե տանը չեմ լինում եմ աշխատանքի, դա էլ եմ կորցնում այդ պահը ու ստացվում է, որ օրվա մեջ կարող է ուտել 1 կամ 2 անգամ։ Եվ ամենակարևորը երեկոյան ընդհանրապես 6-ից 7-ից հետո աշխատում եմ կամ շատ թեթև ինչ-որ միրգ կամ թեյ ընդամենը կամ ոչինչ չուտել։ Այդ ամենին Նազիկ Բաղդասարյանը հավելեց. Երբ որ հասկացա, որ նիհարել եմ, տեսահոլովակներ եմ նկարը անել, լիքը ֆոտոշութեր եմ արել ու դեռ պետք է անեմ, իմ ուզած հագուստներով ավելի թիթիզանալ ու ամենաշատ ուրախանում եմ, երբ որ գնում եմ խանութ հագուստ գնելու ու օրինակ գնում եմ ամենափոքր չափսը, այնքան շատ եմ ուրախանում այդ պահից։ У вас есть 46-й? Вам больше подойдет 44-й. Сейчас принесу. Проходите в примерочную. Եվս մեկ մասնակից մնաց ներկայացնել ձեր ուշադրությանը, ով անկեղծ խոստովանելու է, թե ինչ միջոցով է ինքը դիմում քաշի նվազմանը եւ ես առանց չարաշահելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։ Անկեղծ խոստովանեմ, որ փոքր տարիքում շատ նիհար էի, սակայն 15 տարեկանից սկսեցի կամաց լցվել, բայց ես ինձ գեր չեմ համարում։ Վազգեն Հովանիսյան։ Ես միշտ որ ասենք պոնջ բան ասում են, ես միշտ ներվան անշոս պոնջը սպարապացը։ Ինձ փրկում է իմ թիկունքը, որ լենա։ Եթե թիկունքս չլիներ, մի քիչ էս գերությունս ավելի արտահայտիչ կլիներ։ 16 տարեկանում, թե 17 ես սկսեցի մարզասրահ հաճախել ու թիկունքս այդտեղից լենացավ, բայց դե դիետաներ պահել եմ շատ անգամ, օրինակ 17 թվականին համ դիետա պահեցի, համ
մարզասրահի հաճախում ու 10 կիլոն իհարել էի այն ոնց էր երևում։ Ցավոք սրտի չպահեցի պարապմունքից հետո։ Ուղղակի լավն է, որ 17 թվականից մինչև օրս ես ավելացել եմ իմ իհարած քաշի համեմատ 16 կիլոգրամ։ Բայց այդ 16 կիլոգրամը ես միանգամից չեմ լցվել։ Քիչ-քիչ, տարեց-տարի։ Վազգենը շատ ճկուն է, թեև իր սպորտային հմտություններն ինքը յուրացրել է ինքնուրույն տան պայմաններում։ Սպորտը շատ եմ սիրում ես։ Ճիշտ է, մանկուց չեմ զբաղվել ոչ մի սպորտաձևով, այն դրույքներն է, որ ես անում եմ, ասենք սոցցանցերում եկա, տան պայմաններում եմ սովորել։ Բայց հիմա փորձում եմ ամեն ինչ անեմ, չնայած տարիքիս ու չնայած քաշիս։ Անգամ Ալբերտ Ազարյանի մարզադպրոցը որ գնացի, ճիշտ ասած սալտոյի ուզում սովորեի։ Մի ծանոթ տղակար, իր հետ այդ մի օրը գնացել էի պարապմունքի, մի ժամ էր որ մտել էինք այդ մարզադահլիճը, համարյա արդեն սալտոն անում էի։ Բայց փեկա վերջում չէի կարում կանգնել, պետք է կանգնեմ, ոնց որ ընկնում էի, չէր ստացվում այդ վերջնական կանգնելը։ Մարզիչներն էլ էին զարմացել, որ մի ժամվա մեջ այդ քաշովս ես արդեն համարյա ստացվում էր մոտս։ Ներկայումս Վազգենն իր առջև ունի նպատակ՝ մի փոքր նիհարել եւ սահմանել է իր համար որոշակի սննդակարգ, ինչպես նաեւ սկսել է հաճախել մարզասրահ։ Սննդակարգի մեջ մի քանի վաղ առաջ խստի վարքելել էին քաղցրը ու գազով հյութերը գազավորված։ Ես այդ ամեն ինչը թողել եմ։ Եթե բժշկությունը ասես չի կարելի, ուրեմն չի կարելի։ Սենց խնդիր ունեմ, ես առավոտները չեմ կարում հաց ուտեմ։ Հյուրախաղերի որ շատ են գնացել, ամեն առավոտ նախաճաշ ես շատ անգամ չէի գնում ու խնդրում եմ, որ ինձ չանհանգստացնի, որովհետև եթե ես առավոտյան հաց կերա, ես ամբողջ օրը սովածանում եմ, ուզում անդադ ուտեմ։ Բայց երբ որ ցերեկն եմ ուտում, մեկ էլ մինչև ժամը 6-ից հետո չեմ ուտում։ Խրզակոն պոդլստի ամենասոված վաղտերը իրիկունն է։ Ոնց ես քեզ զբաղվում։ Աշխատում եմ շուտ քնել։ Բայց հիմա սովորել եմ, որովհետև մածուն եմ միշտ տանը պահում, հենց սովածանում եմ, մի բաժակ մածուն եմ խմում, մարզասրահ հաճախում եմ, հիմա նորից սկսեցի, որովհետև 3 տարի կլինի, որ մարզասրահ չի հաճախի, արդեն զգացի, որ ծերանում եմ։ Այդ ամենին Վազգեն Հովհաննիսյանը հավելեց։ Հիմա ներկապային մի դեր կա, որ դերն ենցա, որ ինձ բռնել են առաջի եթերաշրջան, հիմա երկրորդ եթերաշրջանն է նկարահանվելու, պետք է նիհարեմ։ Ես կարող լավ են ստել ես, ինչ է։ Դժվար ախպեր գաղութումը տենց հաց չեն։ Խոսելով դիետայից եւ գեղեցիկ կազմվածք ունենալու ցանկությունից, շատերը ինչ խոսք իրենց առջև դնում են նման նպատակ, բայց ոչ բոլորին է հաջողվում հասնել այդ նպատակին։ Եվ կան մարդիկ, ովքեր որ հուսահատվում են եւ այլևս հրաժարվում են այդ նպատակից։ Ու կարծում եմ, որ նման հուսահատված մարդկանց շատ խիստ անհրաժեշտ է մոտիվատոր։ Կարծում եմ շատերի սրտից խոսեցի։ Ու գիտեք որն է կարևոր։ Կարևոր է ընտրել այն ճիշտ մոտիվատորին, այն ճիշտ ֆիթնես ակումբը, որտեղ տիրելու է այն ճիշտ մթնոլորտը, որ ուզես չուզես մոտիվացվելու ես եւ արդյունքը իրեն սպասեցնել չի տալու։ Հենց նման կարգախոս դնել քո առջև նպատակ եւ ամեն գնով հասնել դրան ինչ էլ լինի, դրեց իր առջև մի շարք միջազգային մրցաշարերի թոփ ցուցակում հայտնված Mr. Armenia 5-ակի տիտղոսակիր Թութունջան Fitness Wellness կենտրոնի հիմնադիր Գևորգ Թութունջյանը։ Հենց ինքը իր օրինակով ապացուցեց, որ եթե ինչ-որ մի բան ցանկանում ես կատարել, երբեք չհանձնվես, դնես քո առջև այդ նպատակը եւ ամեն գնով հասնես։ Եվ այսօր ես որոշեցի մեր մոտ եթերում հյուրընկալել հենց նրան, Գևորգ Թութունջյանին, որը հիմնեց Թութունջան Fitness Wellness կենտրոնը, եւ որտեղ գերագույն հաճույքով մարզվում են ոչ միայն պրոֆեսիոնալ մարզիկներ, այլ նաեւ այն մարդիկ, ովքեր ցանկանում են ճիշտ եւ կիրթ ձևով մարզվել եւ հասնել իրենց երազած մարմնին։ 7 տարեկանից սկսել եմ զբաղվել թեթև ատլետիկայով, 2007-ին ստիպված եմ եղել վնասվածքի պատճառով փոխել թեբի bodybuilding, 2012, 13, 14, 15, 16, 4 տարվա ընթացքում դարձել եմ 5-յակի բացարձակ չեմպիոն լողապային bodybuilding-ի։
2018-ին, ինչպես եւ շատ սիրիահայ էր, հայտնի պատճառներով տեղափոխվեցի Երևան եւ սկսեցի մարզչական կարիերաս, ընդունվեցի ֆիզկուլտ եւ ավարտելով Երևանի ֆիզիկական կուլտուրայի համալսարանը, մագիստրատուրա մասնագիտությունս դարձա որպես գինեզիստ ու 2016 թվականից ֆոնաշարի խնդիրներ ունեցող մարդկանց հետ ավելի շատ աշխատել եմ սկայլոզ, լորտոզ, գիֆոզ, 2012 թվից աշխատում էի Երևանի ֆիթնես ակումբների մեկում, բայց բաղը հասունանալուց հետո որոշեցի բացեմ իմ սեփական ֆիթնես ակումբը։ թվականին, որ բացեցինք մեր ֆիթնես ակումբը, մեր կարգախոսն էր՝ դու ստեղ սովորում ես հաղթել, որովհետև մարդ պետք է հաղթի ինքն իրան, այլ ոչ թե ուրիշներին։ Մեր հիմնական նպատակը հաճախորդների հետ աշխատելիս մարդկանց սովորացնել առողջ ապրել ամբողջ կյանքում։ Այսինքն մեզ մոտ գալիս են մարդիկ ոչ թե մի ամիս նիհարելու, կարճ նիհարելու ու վсё կամ չգիտեմ, գալիս են ասում են հարսանիքս հա արագ նիհարեմ գնամ։ Մենք աշխատում ենք մարդկանց հետ այն մեթոդով, որպեսզի իրանք իրենց ամբողջ կյանքը դարձնեն ավելի առողջ, որի մեջ ներմտում է բնականաբար սպորտը, ֆիզիկական ակտիվությունը եւ իհարկե սննդակարգը։ Նիկայմոց վաղուց եք գալիս։ Ու ինչ արդյունքներ եք արձանագրել, նպատակը որն էր, մկանային զանգված ավել։ Մի քիչ քաշ հավաքել, ավելի մկանովել։ Վաղուց չենք ականում ճիշտ ասած քաշ հավաքել, բայց սկսել եմ պարապել, արդեն 5 կիլո քաշ եմ հավաքել ու վրաց շատ կացնում է դա։ Ու 5 կիլո մկանային քաշ էլ, դա կարևոր է, ոչ չաղացրել ենք էլ 5 կիլո մկանա հավաքել, լավ ուժեղացել է սուրերը։ Որտե վատ չի իրականում, 4 ամսվա համար վատ արդյունք չի էլի։ Չէ՞, ինչ կասես, դու ասա։ Եվ արժևում ինչ նպատակ է։ Նպատակ չունեմ, ուղղակի առողջ ապրելը կետն է։ Կարևոր ինքը process-ից հաճույք է ստանում։ Որ process-ից հաճույք է ստանում, այդպես stop չկա, որ ասես այստեղ stop էլի։ Ինչպես է սկսում մեր մարզումները, մի քանի հարց ու պատասխանից հետո հասկանում ենք, թե ինչից է կախված մարդու առօրյան, ինքը ինչ է ուտում ընդհանրապես, ուտելու սովորությունները, ինչը կարևոր է, ու նոր սկսում ենք աշխատանքը։ Սկսում ենք բնականաբար ամենամինիմալից, կախված մարդու ֆիզիկական տվյալներից, առհասարակ ինքը սպորտով զբաղվել է, թե չի զբաղվել, դա շատ կարևոր է։ Սկսնակների հետ առավել եւս պիտի զգույշ լինենք, որովհետեւ հենց սկզբնական շրջանում վնասվածքները շատ է լինում, կամ ձևավորվում են սխալ կարծրատիպեր պարապելու հետ կապված, ու հետո շատ դժվար է պարապողների մեջից հանել։ Դրա համար սկսում ենք ամենամինիմալից, ու արդեն կախված մարդուց ընթացքով արդեն մենք ենք որոշում, բնական է այնպես ենք անում, որպեսզի հաճախորդին նույնպես դուր գա։ Վաղուց եք գալիս, եք մարզիչ։ Կես տարի։ Կես տարի եւ արդյունքը 20 կիլո նիհարել եմ եւ 5 կիլո երևի մկան եմ հավաքել։ Խնդրեմ արդյունքը։ Դե գնացեք։ Մեզ մոտ տարբեր խնդիրներով են մոտենում, առաջին տեղում նիհարելու խնդիրով են մոտենում, բայց ինչ չէ, նաև գալիս են քաշ հավաքելու, որտեղ լինում են մարդիկ, որոնք նորմալ քաշից բավականին ցածր են լինում։ Սննդակարգ խորհրդատվություն անում ենք, կազմում ենք, կախված հաճախորդի նպատակից։ Նաև մասնագետներ ենք դիմում տարբեր հարցերի շուրջ։ Ես ունեմ բժիշկներ, որոնց հետ միշտ կապ եմ։ Վերջին 5 տարիների ընթացքին սկսել եմ ավելի խորանալ մեջի խնդիրներ ունեցող մարդկանց, որովհետև բարձումը Հայաստանի 30% եւ ավել մեջի խնդիրներ ունեն, գիֆոզ, լորտոզ, սկայլոզ, ինչպես ձերբերովի, նաեւ իձն է։ Ես փորձում եմ այդ մարդկանց մարզումների շնորհիվ, կինեզիոթերապիա, մանուալ թերապիայի շնորհիվ փորձում եմ օգնել եւ այդ մեջի խնդիրների հարցին լուծում տանք վերջնական, այլ ոչ թե ժամանակավոր։
կա առաջի ստադիա, կա երկրորդ, ամենաբարձ ստադիան համարյա երրորդն է, որովհետև ինքը վիրահատության ենթակա է, բայց մենք փորձում ենք մաքսիմալ ուղենք, նոր այդ մարդուն ուղարկենք վիրահատության։ 5 տարվա ընթացքում ունեն պարապողներ, մարզվողներ, որոնց հետ արդեն ընկերական կապը կարելի ասել ձևավորվել, հասել ենք բավականին մեծ արդյունքների, օրինակ մինչև 45 կիլո մարդուն ենք որ նիհարել է, բնականաբար երկար ժամանակաշրջանում մոտեցել ենք շատ ճիշտ ու գրագետ, նաև բժիշկի հետ աշխատելով իր դեպքում ու հասել ենք տենց արդյունքի։ Մեր սկզբունքներից մեկն է նաև դարին մեկ սարքավորումները փոխել, թարմացնել, որովհետեւ հաջախորդները չի հոգնեն եւ դարբեր մկանախմբերը աշխատացնելու համար բերում ենք նորանոր սարքեր։ Հաճախորդի նպատակի մեր մարզումների մեջ ներառված են եւ կարդիո մարզումներ եւ ուժային մարզումներ, որոնք թե մեկը թե մյուսը եւ առողջության տեսանկյունից շատ կարեւոր են եւ նիհարելուց եւ քաշ հավաքելուց մեզ պետք է։ Այցելուա թե մարզիչ աշխատել։ Սլամ։ Լավ մարզիչներից ա մեր։ Գևորգի մեջ եք մարզում մարզում։ Ինչու հենց Գևորգի մոտ։ Որովհետև գրագետ մարզիչ է, դա շատ կարևոր է, երբ մարզիչը գրագետն է, այլ ոչ թե ձու սովորական սերտիֆիկացված։ Մեր մոտ հաջողվում են ինչպես պրոֆեսիոնալ եւ նաեւ ոչ սպորտսմեն։ Մարզիչին միշտ լավ մարզիչ ա մեր։ Մեր մոտ ընտանեկան մոտիվացնող մթնոլորտ ունենք, տարիքային սահմանափակումներ չունենք։ Կարևոր նախապայմանը իմ աշխատանքին օգնեմ մարդկանց, որ իրանց կյանքը իրանք ավելի առողջ դարձնեն։ Դրա համար ինդիվիդուալ եմ մոտենում ամեն հաճախորդին, որպեսզի գտնենք իրեն ամենահարմար ձևը, որ ինքը կարա ամբողջ կյանքը այդպես ապրել։ Մարդը ասում է, ես 2 անգամից ավել չեմ ուզում ուտեմ։ Դու իրան ուր ստիպես 4 անգամ ուտես, չէ։ Կարելի է տեղավորվել 2-ի մեջ։ Դու կարողանաս աշխատես տարբեր հաճախորդի հետ, հասկանաս իրան որն է հարմար։ Մեր մոտ գալիս են մարդիկ մարզվելու թե մարզիչով եւ թե առանց մարզիչի։ Մենք ունենք ամեն տարբերակները, օրավճար, ամսավճար, մարզիչով օրավճար, ամսական փաթեթ մարզիչով եւ ամսական փաթեթ առանց մարզիչի, ըստ հաճախորդի ցանկությանը մենք տարբերակներ ունենք։ Դարիգես առաջ բացիկ մեր երկրորդ մասնաճյուղը Իտալիայի մեկ հասցեում Տունջան Wellness, ինքը դարբերում է ֆիթնեսից, այն բանը, որ մենք այդտեղ ունենք սաունա, մերսում եւ բացօթյա լողավազան։ Ու մարդիկ կան այո, որոնց գրավում է նաեւ այդ, որ մարզումներից հետո օրինակ կարան գնան լողավազան եւ ինչու՞ չէ համարը բացօթյա լողավազան օգտվել։ Եկել է պահը ովենա խորագրի, որի շրջանակում մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդու ոչ հայտնի լուսանկարն եմ ներկայացնում իրենց ուշադրությանը։ Իդեպ նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին, ուղարկելով հայտնի մարդկանց ոչ հայտնի լուսանկարները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթ։ Դա իսկ ամենահետաքրքիրները ես բնականաբար կներկայացնեմ եթերում։ Եվ այսպես, այսօրվա մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդն է այսօրվա ովենա խորագրի հերոսը։ Диамочки мчев мака. Асу Мароновой курсица. Мне показалось, что она Догилева. Это что это? Но она грешает. Один в один ներկայացան վարում, չէ՞։ Այսօր լավ չես պատրաստվել։ Խորագիրս բերեմ, չնայած տունն եմ մոռացել։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելեմ իմաստուն հնարամիտներից մեկի Բաղադրատոմսը դիետային, որը բաղկացած է ընդամենը 2 կետից։ Եվ այսպես, կետ համար առաջին՝ չուտել, կետ համար երկրորդ՝ հետևել առաջին կետին։ Դեսք ինձ մնում եմ այն ասել, որ հաջորդ շաբաթ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ եթերին։ Մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։